Տեսեք, արևի տակ նոր բան չկա։ Հիսուսին նրան հարցրին, որ ժամանակ քանդվի այս տաճարը։ Նա ասաց նրանց։ Հետո նրանք սկսեցին հարցնել, որն է քո գալստյան նշանը, այդ ժամանակ նա սկսեց ցույց տալ նրանց իր գալստյան նշանները, հետո նրանք հարցին եւ աշխարհի վախճանի մասին, եւ նա տեղափոխեց նրանց Նոյի ժամանակները եւ ցույց տվեց նրանց, թե ինչպես եկավ այդ աշխարհի վերջը։ Միլիոնավոր եւ միլիոնավոր մարդիկ զոհվեցին ջրհեղեղի ժամանակ։ Եթե աշխարհում այն ժամանակ կար, ասենք 1 միլիարդ մարդ կամ 2 միլիարդ կամ քանի միլիարդ որ կար, միայն 8 հոգի փրկվեցին, միայն 8-ը։ Ինչ եք կարծում, քանիսը կլինեն հիմա։ Ինչ եք կարծում, քանիսը կփրկվեն, դու կարծում եք, որ եթե Աստված փրկի միայն մի քանի հոգու, դու կարծում եք, որ Աստված միայնակ կզգա, որ Աստծո մոտ միշտ պետք է մեծ բազմություն լինի։ Միթե Մովսեսը դուրս չբերեց 2.5 միլիոն, 2.5 միլիոն, իսկ մտան միայն 2-ը սկզբնական քանակից։ Այսպիսով, երբ մենք նայում ենք գրքին, մենք պետք է մտածենք գրքով, որովհետև դա գրված է մեզ ցույց տալու համար, եւ ցույց տալու համար ես Աստված եմ եւ չեմ փոխվում, Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան, մենք պետք է նայենք զուգահեռներին։ Որովհետև այս օրում, ինչպես էր Նոյի օրերում, ինչպես էր Սոդոմի օրերում։ Միթե մեր օրը նման չէ Սոդոմին։ Դու գիտեք, որ Սոդոմի օրերը 3800 տարի առաջ էին Աբրահամի ժամանակներում։ Երբ Աբրահամը աղոթում էր Ղովտի համար եւ Աստված դուրս բերեց նրան Սոդոմից եւ Աստված այրեց այդ վայրը կրակով, դե եթե մենք տեսնում ենք սա, Սոդոմն այն ժամանակ քաղաք էր, իսկ այսօր Սոդոմը ամբողջ աշխարհն է։